Ինչքան ժամանակ խմելու ջուրը չկա, մեքենաներով են բերում ու ժողովուրդը դրանով են բավարարվում։ Իսկ ռոռոկման ջուրները սա մի ամսիկ է սա կտրվել է, նորբեք ինչ որ պատելանդ է, ժողովուրդը ետեղա շողատել ուշացել է։ Որտեղ եք դիմել, ինչ են պատասխանել ձեզ։ Դիմել է համարյա քաղաքապետարան ու իրենք էլ եկել են դրա մարդն է խոսացին է խմելու ջրի համար ու դրա համար մեքենայով ջրեր են ուղարկում բերում են։ Իսկ այդ ռոռոկման ջրի համար գնում են սարքում են, այս ջուրը բաց են թողնում, ինչ որ պայթման ինչ անում չգիտեմ։ Չի գալիս ջուրը։ Երևանից ջուր չկա տունը։ Երեխեքը չեմ անում որտե տանք լողացնենք։ Հա, ջուրը ես եմ տալիս։ Ամբողջ գյուղին 2 ժամով ես ջուր եմ տալիս։ 2 հոգու ջուր ալեմ, 4 հոգու չիլեմ։ Հա, բայց ինչով է պայմանավորված, ինչի այդքան քիչ ջուրը։ Ջուր չկա, ոտե ջուն չկա, անձրև չկա, մսայր ջուրը։ Պաքսելա ջուր չկա вообще։ Ժողովրդից էս բողոքը, մասիսյանից խթել են, սիստերո ջուր են բերում, ժողովրդին ջուր են բաժանում։ Կավասյանց կնակ գյուղը լրիվ ջուր կա գնա ուշտեղ գալա։ Կարող է մի շաբաթ հետո ջուրը չպենեն բաժանեն։ Ժողովուրդը մեղք Ինչով է։ են բերում բաժանում։ Սիստերներով բերում են Սիսյանից ջուր են բաժանում, ցավը տանեն։ Այդքան ինչքան vienes որ կարաս ցցեն։ Ոչ մարդիկ լողանում, 4 երեխա ունի։ Երեք ոչ կարացել ալ, բան լվեսկանի ոչ էլ իր հարսը։ Տունը ջուր չկա։ Մեսին է ժողովուրդը։ Կեղտոտ ջուր է, ցավը տանում, ես կեղտոտ ջրով որ նայում ես, որթը մեջ հնալնեմ։ Իա։ Երկու օր բերել են բաժանում են, ասում են չէ, ջուրը ալնելու, ոնց է ջուրը լնելու։ Այս ոնց որ խափ է ժողովրդին, ցավը տանեն։ Ջուրը ջուրը բերել ասոճկներ բան տեղադրել ալլարի։ Բասենը պատրաստել է։ Հիմա ասա պետք է 3 կիլոմետր իրանք մագիստրալն են փոխել, ոչ շուն տան գյուղին ջուր տան։ Զորեգուց են անան։ Անցած տարի սեպտեմբերից խափում են մինչև հեսա սեպտեմբերին նույն վեճամի, տարի խափում են։ Ես ամեն գնում քաղաքապետարան, գյուղապետի հետ գնում ենք, բողոքում ենք, ասում են սոր կլի, եկուս կլի, մի ամիս կլի։ Խափում են։ Վիոլանչ խոսա, այդ 4 երեխա ունի, ջուր չունես տունում։ Դոլորսը ամենավերջին գյուղն է դարել, որ այսօր մարդիկ իրանց հողամասով ամեն ինչ եկամուտ ստանում են, բայց այսօր 2 ամսից ավել ռոռոկման ջուր չեղել, ինչ ունեին, սաղ հեշտ դառավ, նույն էլ խմելու ջուրը, այսօր մարդիկ հնարավորություն չունեն, անձամբ ես հիվանդ կինեմ, վատառողջ մարդու կինեմ, մենք հնարավորություն չունենք, որ գոնե այդ արպիսոլայից մենք օգտվենք։ Հենց 95 աստիճան տաքանում է, սառը ջուրը չենք ունենում, որպեսզի խառնենք մեր կարիքները ապահովենք։ Այսինքն անգամ լողանալու երեխաների լվացքի։ Հա, ցավը տանեմ, չկա, հնարավորություն չկա։ Ինչքան ժամանակ է որ դուք ջրի Ժամանակ, լսի ասեմ, ժամանակին ընտիր ջուր ենք ունեցել, որովհետև ոչ անձրև եկա, ոչ էլ ձույն եկա, աղ չէ որ այդ ջրերը, սարի ջուրը, անձրևից մեկ էլ հալից է ջուր առաջանում, այս տարի չեղավ, հիմի, եմ ոնց են ասում, ստիպված այս պայմաններով ապրում ենք։ Ամուսինս զինվորական է, պոստեր է բարձանում 15 օր, գալիս է, բայց ջուր չի։ Արդեն 3-րդ ամիսն է մեծ ռոռոկման ջուր չունենք, այգիները լրջորացել է, ժողովուրդը, որ ինչ պետք է աշուն ասենք, մի քիչ աշխատեին, կուտակեին, չունեն, սա հեչ այղ է։ Եվ խմելու ջուրը սարքել են բասեինը, սա պատրաստ է, մնում է ջուրը տան, բայց ջուր չեն տալիս, պատճառը չգիտենք ինչն է։ Պրոստը ուզում եմ կառավարությունը հետևողական լինի, որ տեսնանք ինչ է կատարում այդ։ Ժողովուրդը երիտասարդությունը թողում հելնում է, գյուղը լքում է, գյուղը շատ վատ վիճակի մեջ է։ Մեր 5 գյուղը, ասենք, մնացել է ջրի տակ։ Հիմա ջրի տակ, որ պլատինան սարքել են, առաջ ռոռոկման մագիստրալ է եղել։ Այդ մագիստրալը քանդել տարել են Լևոնի վախտով։ Քանդել տարել է սա, բայց ներքևի սիստեմը մագիստրալը մնում է, էլի։ Ընդամենը մեզ 3 կիլոմետր խողովակ է պետք, խողովակ։ Մեկ էլ արևային կայան։ Դոլորսը ջրով նորից կմատակարարվի։ Ես գիտեի, որ մեր ջրաղբյուրները, սրանք մակերևույթային ջրեր են,
եթե տարին երաշտ է լինում, բնական է ջուր չի լինում։ Դրա համար ես տարիների ընթացքում ներկայացրել եմ Մխրթուրյանից մինչև Տոլորձ կառուցվել է ջրագիծը։ Ամբողջը կառուցվել է, ներքին ցանցը փոխվել է, դիտահորերը տեղադրված են, հաշիվները տեղադրված են։ Հիմա այնտեղ խնդիրը վիոլայի ինչ որ մի 4 կիլոմետր, 4000 մետր ինչ որ հին խողովակներ է, իրենց հաշվեկշռում է գտնվում, այդ միջանկյալ խողովակները պետք է փոխեն, որ մեր հասանելիք ջուրը տան, գա օրվա կարգավորիչ ջրամբար, եւ մենք ունենանք շուրջօրյա ջրամատակ։ Կառուցված այդ ամեն ինչը։ Իսկ ռոռոկման ջրի խնդիրը ինչով է։ Ռոռոկման ջուրը տեսեք ինչ է կատարվում։ 30 տարվա խողովակները բանա հիմնականում գետիափով որ գալիս է ինքը ճահճոտ տենց բանալի քայքայ խողովակներ ամբողջությամբ չի քայքայվել, բայց վթարներ շուտ ալին։ Դա էլ հաստատված է 3 կիլոմետր խողովակները փոխվել է, բայց այս ամեն ինչ որ ժողովուրդն ասում է, սա ժամանակավոր է։ Մի 2-3 ամիս հետո եւ խմելու ջուրն լինելու եւ ռոռոկման ջուրը այնց չի, որ այդ ասենք այդ մեքենա որ գալիս է ջուրը որ բերում, հա։ Փորձում ենք ասենք այնց մատուցենք մարդկանց, որ շատ չկրեն, շատ չտեղափոխեն։ Բայց ինչքան կրեն ջուր։ Մինչև այդ 4000 մետրը փոխվի, ուրիշ տարբերակ չկա։ Վարչական ղեկավարի խնդրանքով մենք եկել ենք ստեղ, սա 90-ական թվականների կառուցված կառույց է եղել։ Հիմա ինքը որոշ տեղեր արդեն եկել ենք ուսումնասիրել ենք, որոշ տեղեր վերանորոգման ենթակա է։ Առաջինը ջրընդունիչը, որտեղից որ ջուրը ընդունում է գետի ափին, այնտեղ լուրջ աշխատանքներ կա կատարելու եւ ջրագիծը ընդհանուր բանով մոտորապես 1.5-ից 2 կիլոմետր հատված, որ ճահճուտ վայրերով է գնում, ինքը քայքայվել է։ Այս ծրագրով հիմա հետաքրքրված են Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագիրը, ֆրանսիական Auvergne-Rhône-Alpes մարզը եւ համահայկական հիմնադրամը։ Այս պահին արդեն նախագծման աշխատանքներ են գնում, հավանականությունը մեծ է, որ աշնանը այս տարի մինչև տարեվերջ կարող է սկսեն, եթե չավարտեն, գոնե 26 թվականի գարնանը ինձ թվում է կավարտեն այս աշխատանքները։ Ինքը այս պահին ռոռոկվում է մոտորապես 30 հեկտարի կարգի հողատարածք, այս ծրագիրը ամբողջությամբ ավարտելու, այսինքն վերանորոգելուց հետո 3 անգամ կավելանա մոտորապես 100 եւ ավել հեկտար հող կռոռոկվի։